ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Գլխավոր լուրերի մասին նախ համառոտ։ Մեկ օրում սահմանափակեցին ջուրը եւ նույն օրը Չեղյալ հայտարարեցին որոշումը։ Ջուրը նախընտրական քաղաքական գործիք, թե ճգնաժամ, որը չհասցրեց սկսվել։ Այդ հայտարարությունը եւ հետո կառավարության, այսպես ասած, հերոսական բեմելը եւ հանրությանը ավետելը, որ կառավարության միջամտությամբ կանխվում է սահմանափակ գրաֆիկով ջրամատակարարման այդ ծրագիրը, այլ տպավորություն կամ պարզապես հանրությանը մատուցվող նախընտրական թատրոն չի թողնում։ Ալիևը զբաղված է, Երևան գալ չի կարող, Բաքուն մերժել է Հայաստանի հրավերը։ Նոբելյանից մինչև Զայեդ մրցանակ արժանիքի համար, թե քաղաքական հաշվարկ, ով եւ ինչի համար է իրականում ստանում միջազգային հեղինակավոր մրցանակները։ Իրանը դեմ չէ թրիփին, բայց կան վերապահումներ, ինչ է Երևանը խոստացել Թեհրանին։ Սեփական տանը, բայց վարձով 14,000 դրամ գույքահարկը դարձել է 266,000 դրամ, թանկացում 180-ից 190%-ով։ Պաշտոնական Բաքուն չի ընդունում Հայաստանի հրավերը, Իլհամ Ալիևը չի գա Երևան եւ չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նման այց նախատեսված չէ Ալիևի մայիս ամսվա գրաֆիկում։ Հիշեցնեմ, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցած հոկտեմբերին հայտնել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել են Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ Երևանն ակնկալում է երկու երկրների ղեկավարների մասնակցությունը։ Մինչ Բաքուն մերժում է Երևան գալու առաջարկը, Հայաստանի իշխանությունը խոսում է սահմաններ բացելու եւ հարաբերությունները կարգավորելու մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով տարածաշրջանում մթնոլորտը փոխվում է, իսկ Թուրքիայի հետ երկխոսությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, լարվածություն չկա։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա։ Մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից իրավիճակը բավականին հասունացել է, որպեսզի գործնական քայլի վերածվի։ Ինչպես գիտեք, Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է 90-ականների սկզբից, եւ մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, կան նախագծեր տրանսպորտի հետ կապված։ Փաշինյանն անդրադարձել է նաև տրանսպորտային նախագծերին, նշելով, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանային կապերը վերականգնվեն։ Մասնավորապես խոսքը թրիփի մասին է, որը ըստ Փաշինյանի կարող է անցնել Հայաստանի տարածքով եւ Թուրքիայի միջոցով հասնել Եվրոպական միություն։ Ի դեպ, Իրանն էլ դեմ չէ թրիփին, բայց կան վերապահումներ, ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Հաշվի առնելով ամերիկյան կողմի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ, մենք մտահոգություններ ունեինք այս հարցում։ Այնուամենայնիվ, հարցը քննարկվել է մեր հայ գործընկերների հետ շատ բարեկամական մթնոլորտում։ Նրանք վստահեցրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիք չի ներկայացնի Իրանի համար։ Իսկ խաղաղությունը թրիփով գալու է առևտրի դիմաց, թե խաղաղությունը լինելու է առանց հայերի։ Մինչ Երևանը խոսում է տնտեսական կապերի եւ տարածաշրջանում լարվածության նվազման մասին, Բաքուն շարունակում է խոսել թշնամուն վտարելու եւ վերջին բույնը ոչնչացնելու մասին, նկատի ունենալով Արցախի հայաթափումը։ Ալիևը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ, ինչպես իրենք են կոչում, Խոջալույի ցեղասպանությանը նվիրված հուշարձան է այսօր բացել, ու այդ ընթացքում էլ խոսել հայերից վրեժ լուծելու եւ թշնամուն հաղթելու մասին։ Երևանի եւ Բաքվի խաղաղության մասին հայտարարությունները կրկին չեն համընկնում։ Խաղաղություն առանց հայերի, թե առևտուր հանուն խաղաղության։ Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ Ադրբեջանի հետ առևտուրը խաղաղության երաշխիք է որակել Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Լեհաստան երրորդյա այցի շրջանակում վստահեցրել է, տարածաշրջանում խաղաղությունն է տիրում։ 2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները։ Զուգահեռ Ադրբեջանի նախագահը խոսել է իր պատկերացրած խաղաղության մասին։ Խաղաղություն առանց հայերի։ Ալիևը կրկին այցելել է օկուպացված Արցախ, Մարտունու շրջան, խոսել հորինված իրենց ձևակերպմամբ Խոջալույի ցեղասպանության մասին։ Վստահ եմ, որ ադրբեջանական ամբողջ ժողովուրդը, այդ թվում դուք, միշտ հավատացել եք, որ կգա այս օրը, եւ մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը եւ թշնամուն կվտարենք մեր հողերից։
Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում եւ լիովին վերականգնել ենք արդարությունը։ Արցախում կազմակերպած էթնիկ զտումների ցեղասպանության մասին է խոսել Ալիևն ու փաստացի չի հերքել։ Իրենք դա արել են։ Հայաստանում մտածող մարդիկ երբևէ պատրանք չեն ունեցել, որ Ադրբեջանում նարատիվներ կփոխվեն, որ Ադրբեջանում վերաբերվում կփոխվի ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ընդհանրապես Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ադրբեջանում եւ Թուրքիայում Հայաստանի ապագայի վերաբերյալ դա շատ հստակ պատկերացում, որը իրենք գրեթե չեն թաքցնում, ընդհանրապես հասարակության միջոցով դրանք բարբերաբար փորձում են հանել դեպի միջազգային հարթակներ։ Մասնավորապես այնպիսի Հայաստան, որը կլինի մասնատված, այնպիսի Հայաստան, որը կլինի թույլ, այնպիսի Հայաստան, որը չի ունենա մոնոէթնիկ պատկեր։ Սա տեղավորվում է Բաքվից հնչող նույնպես մտածածին Արևմտյան Ադրբեջանի տրամաբանության մեջ։ Արևմտյան Ադրբեջան կոչվող համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, թե Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը, նկատի ունենալով Հայաստանի սուվերեն տարածքը։ Հայ փորձագետները նախազգուշացնում են, Ալիևի խաղաղությունը Հայաստանի շահերից չի բխում։ Ալիևի վարչակազմով Ադրբեջանի պարագայում հայ-ադրբեջանական խաղաղություն երբեք չի լինի, որովհետև Ալիևի իշխանությունը կառուցված է հայերի հանդեպ ատելության վրա։ Հայ երկրի ժողովուրդը գտնվում է աղքատության մեջ, ճնշված, հավատված ժողովուրդ է, եւ միակ բանը, որ կարողանում է պահել Ալիևը իր իշխանությունը, հայերի հանդեպ ատելությունն ու թշնամությունն է։ Ընդամենը նորեր առաջ էին ադրբեջանցիներն այլ երկրի անձնագրերով մուտք գործել Հայաստան։ Իրենց հորինած հայրական տներն ու բնակավայրերն էին փնտրում։ Իրենց հայրենակիցներին էլ հորդորում էին գալ ու տեսնել այն։ Ադրբեջանում մենք տեսել ենք Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, ուղղված է եղել ժողովրդագրական պատկերի փոփոխությանը մշտապես։ Եվ իրենց այդ քաղաքականությունը երբեք չի փոխվել ու չի փոխվելու։ Նույնը կատարվել է Նախիջևանում, դեռ Արևմտյան Հայաստանի եւ Անատոլիայի մասին չեն խոսում։ Ալիևի ոչ քաղաքականությունն է նորություն, ոչ էլ հռետորաբանությունը, ասում են զրուցակիցներս։ Խնդիրը Երևանում է։ Մինչ Ալիևն օկուպացված Արցախում իր ժողովրդին հորդորում է լինել ուժեղ, արթուն, չմոռանալ անցյալը, Երևանում խաղում են ջրի փականի եւ մարդկանց էմոցիաների հետ։ Նրանք չեն կարող անվտանգության հարց լուծել, նրանք չեն կարող խաղաղության հարց լուծել։ Փոխարենը նրանք պետք է ժողովրդի աշխին ցույց տան իրենց կարողությունները ուրիշ ոլորտներում։ Ճանապարհների փոխալցման հարցը օրինակ նրանք սիրելի որակարգի հարցն է, ջրերի դերասած փականված են, փակել, այն հարցերը, որոնք ի վերջո հնարավոր է ինչ-որ միջամտությամբ լուծել կամ իշխանացնել, այդ հարցերը իրենք արհեստականորեն ուղղացնում, դարձնում են օրակարգի հարց։ Ադրբեջանին լրացնելու նույնիսկ փորձ չի անում պաշտոնական Երևանը։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորներն առհասարակ ծանոթ չեն Ալիևի հայտարարություններին, ոմանք էլ հրաժարվում են մեկնաբանել Ադրբեջանի ղեկավարին։ Ես Ալիևին վարշե չեմ մեկնաբանել։ Շատ բարի, այս դեպքում խաղաղությունը ինչպես է։ Խաղաղություն Հայաստանում բոլորն են ուզում։ Խաղաղություն ամեն գնով ու ամեն ինչի հաշվին քչերը։ Փորձագետները զգոնության կոչ են անում, հավերժ թշնամի մնալ պետք չէ, բայց փայտը ձեռքից գցել եւս։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ կառավարության այսօրվա նիստին Փաշինյանը տեսակապով է միացել, քանի որ դեռ Լեհաստանում է աշխատանքային այցով։ Նա հայտարարել է, որ 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135%, այսինքն կրկնակի ավելացել են պլյուս 35%, եւ բնական հարց կծագի, բա ուր են այդ եկամուտները, ինչ են եղել։ Եղել է հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում այսօր կան 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում կան 700,000 եւ ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում ընդհանուր մինչև 300%-ի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել։
Ներողություն տեխնիկական պատճառով սխալ ելույթ հնչեց, թեպետ տարբեր են խաղաղության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պատկերացումները, բայց նրանք կիսում են խաղաղության մրցանակը։ Իսկ ինչի համար են աշխարհում այդ հայտնի մրցանակները։ Դրանք կոչված են միավորելու աշխարհը, բայց հաճախ ավելի շատ բաժանում են այն։ Խաղաղություն, հումանիզմ, համամարտկային արժեքներ։ Խաղաղության անվան տակ տրվող պարգևները տարիների ընթացքում դարձել են ոչ միայն գնահատման, այլև ազդեցության գործիք, որովհետև յուրաքանչյուր մրցանակակրի հետևում կա ոչ միայն կենսագրություն, այլ նաև սպասում այդ մարդուց, թե ինչ պետք է նա անի հետո։ Շատ հաճախ այդ մրցանակները նաև ազդակ են ուղղված քաղաքական դիրքորոշումների, նոր օրակարգերի եւ նույնիսկ աշխարհաքաղաքական վերադասավորումների։ Ովքեր են դառնում մրցանակակիրներ եւ ինչ նպատակներով են իրականում հանձնվում այդ մրցանակները, Անիա Բաղյանն է պատմում։ Խաղաղության մրցանակը խորհրդային միության նախագահ Միխայիլ Սերգեյ Գորբաչովին։ Գորբաչովն առաջին խորհրդային առաջնորդն էր, որ արժանացավ միջազգային մրցանակի։ Բայց Մաչադոն առաջին ակտիվիստը չէ, որ վայելում է ծափողջուններ։ Բայց առաջին մրցանակակիրն է, որ այն հանձնելու ցանկություն ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Մրցանակներ, ճանաչում, հարգանք ու ծափեր։ Միջազգային մրցանակները Նոբելյանից սկսած առաջին հայացքից գնահատում են ներդրումը, բայց դրանց ներքո հաճախ լուռ առաջ են շարժվում նաև քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերը։ Ով որ մրցանակ է սահմանում, նա եւ սահմանում է օրակարգ։ Օրինակի համար շատ հեռու չգնանք, վերջերս խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ Վենեսուելայի կինը, որը հայտնի էր որպես իրավապաշտպան եւ այլն, բայց ամբողջ խնդիրը այն էր, որ ինքը Վենեսուելայի ռեժիմի դեմ էր հանդես գալի, Մադուրոյի դեմ։ Այսինքն խնդիրը դրված էր, որ սարքում են մեկին հերոս, որին հնարավորության դեպքում պետք է փոխարինեին, եւ դարձնեին Վենեսուելայի նախագահ, այսինքն մրցանակ տվողը արդեն քաղաքական խնդիրներ է լուծում։ Խորհրդային տարիներին Արևմուտքը մրցանակների էր արժանացնում հենց խորհրդային կարգերի դեմ խոսողներին։ Դա ներկայացվում էր որպես համարձակության ու ազատության ձգտման դրսևորում։ Սակայն այդ մարդիկ հաճախ դառնում էին հակասական կերպարներ, մեկի համար հերոս, մյուսի համար հակահերոս։ Այդպիսին էր նաև Յասեր Արաֆաթը, որ 1994 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի։ Յասեր Արաֆաթը պաղեստինյան ազգային շարժման առաջնորդ էր եւ երկար տարիներ գլխավորել է Պաղեստինի ազատության կազմակերպությունը։ 1990-ականներին մասնակցել է Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին եւ դարձել պաղեստինյան ինքնավարության առաջին նախագահը։ Եկեք մեր երկրներում պարզենք խաղաղության դրոշը, թղթից միջև իրական գործ, որպեսզի արժանի լինենք այս մրցանակին։ Արաֆաթին մեղադրում էին Իսրայելի կառավարությանը շատ ենթարկվելու եւ զիջումների գնալու համար։ Միջազգային հեղինակավոր մրցանակներում հաղթողների ընտրությունը միշտ չէ, որ միայն արժանինքների հիման վրա է կատարվում, կարծում է քաղաքագետը։ Կարող են Իրանի ներկայացուցիչ կնոջը տալ գեղեցկության մրցույթ, որ այդ կինը ֆեմինիզմի խորհրդանիշ դառնա, ամբողջ Իրանում հպարտանան իրենց գեղեցկուհի կնոջով, որը լողազգեստով է դուրս գալի, այսինքն հանրային մթնոլորտ եւ տրամադրություն փոխել։ Մրցանակաբաշխությունները հաճախ ուղղված են նաեւ գաղափարական փոփոխություններ առաջ բերելու, նոր թրենդներ ձևավորելու նպատակին։ Միաժամանակ դրանք որոշակի անձեռմխելիություն են տալիս մրցանակակրին, նաև մրցանակի հեղինակությունը չվնասելու համար։ Մշակույթի, սպորտի, գիտության կամ նույնիսկ գեղեցկության ոլորտներում մրցանակների միջոցով աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացումն առավելապես բնորոշ է Արևմուտքին, բայց քաղաքագետը չի բացառում, որ նոր մրցանակներ ի հայտ կգան, որը կհանձնեն օրինակ Պեկինում, Տոկիոյում։ Ամեն ինչ չի, որ մրցանակներով է որոշվում, գոյություն ունեն նաև գումարային, ինչ-որ դիվիդենդներ, այսինքն տեսեք Եվրոպայում Բրիտանիայի ֆուտբոլային ակումբները հիմնականում արաբներին են, շեյխերին, չինացիները արդեն լավագույն բրենդներն են ձեռք բերում եւ մեքենաների եւ նորաձևության եւ այլն։ Այսինքն դա նույնպես արևելյան քաղաքականության արգասիքն է։
Օրեր առաջ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն են Զայեդ մարդկային եղբայրության մրցանակ ստացել։ Այն անցյալի հակամարտություններից հրաժարվելու ընտրության, խաղաղության հաստատման, մարդկային ճակատագրերի փոփոխության համար են ստանում։ Մրցանակային ֆոնդի 1 միլիոն ԱՄՆ դոլարը տվել են Փաշինյանին ու Ալիևին։ Աշխարհաքաղաքական շահերը մրցանակակիրների միջոցով առաջ տանելու, թե մարդկանց ճակատագրերը փոխելու համար ստացան։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Սկզբում սահմանափակում, հետո հետքայլ։ Մեկ օրում ջրի շուրջ ստեղծված վիճակը վերածվեց քաղաքական թեմայի։ Մեծ աղմուկից հետո հայտնվեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը եւ հայտարարեց, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Պարզվեց կառավարությունը լուծելու է խնդիրը։ Հետո պարզվեց Վեոլիա ջուրը ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել ջրային գրաֆիկի փոփոխման որոշումը։ Իսկ եթե հնարավոր էր չկրճատել ջուրը, ապա ինչու էր Վեոլիա ջուրը բնակչության համար այդքան անհարմար գրաֆիկ կազմել, կամ ինչը փոխվեց ընդամենը մեկ օրում, ովքեր են իրականում որոշում, երբ եւ ինչքան ջուր ունենա հանրությունը, ռեպորտաժում։ Մեկ օրում Հայաստանը մտավ ջրի խիստ սահմանափակ ռեժիմի մեջ եւ նույն արագությամբ էլ դուրս եկավ դրանից։ Միջամտել էր կառավարությունը։ Տարածքային կառավարման նախարարությունը 3 օպերատիվ խորհրդակցություն հրավիրեց, քննարկեց այս խնդրահարույց հարցն ու հայտարարեց ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվելու։ Բայց պատահական էր իրադարձությունների այս զարգացումը, թե կառավարությունը պարզապես ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում։ Որ հանրությանը մատուցվեց թատրոն կասկածից վեր է, որովհետև նախ շատ վաղուց ակնհայտ էր, որ ջրային համակարգում կան խնդիրներ եւ այս առնչությամբ եթե չի եղել կառավարության եւ Վեոլիա ջրի ինտենսիվ հաղորդակցություն այս առնչությամբ, հետեւաբար նաեւ այդպիսի հայտարարություն անելուց առաջ չի եղել իրազեկվածություն կառավարությունում, սա մեղմ ասած կլինի տարօրինակ։ Տարօրինակ է նաև ջրային կոմիտեի նախագահի բացատրությունը, թե աղմուկի պատճառը ժամային գրաֆիկով ջրամատակարարման ընդամենը մի քանի հասցե ավելացնելն էր։ 3 հասցեի փոփոխություն է եղել։ Ո՞ր հասցեներ։ Մենք հիմա բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործում են, բայց մի բան հստակ է։ Վեոլյան ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Ընդամենը 3 հասցեի փոփոխության համար նախընտրական շրջանում կառավարության հերոսական բեմերն ունի իր հստակ պատճառները, պնդում է վերլուծաբանը։ Ասում է, եթե անգամ այստեղ չկա կառավարության միջամտությունը, ակնհայտ է կառավարման վատ որակը։ Մենք գործ ունենք կառավարման բացարձակ անպատասխանատու որակի հետ, թեպետ սա էլ իհարկե զարմանալի չէ, եթե ընդհանրապես ցանկացած ոլորտ դիտարկում ենք։ Այդուհանդերձ դժվար եմ պատկերացնում, որ Վեոլիա ջուրը այդպիսի հայտարարություն աներ, այն էլ նախընտրական շրջանում, այն էլ մի պարագայում, երբ այդ կառույցի ղեկավարները պարբերաբար են հանդիպում Հայաստանի պետական պաշտոնյաների հետ։ Կառավարման խնդիրների մասին է վկայում նաև Ղալամքարյանի պնդումը։ Մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Իսկ այդպես լինում է, որ ձեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցված գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Բա ինչպես է գնահատում դա։ Դե տեսակ ինչ որոշում կայացվեց։ Բայց ինչպես կարող է ռազմավարական նշանակության ծառայություն մատուցող ընկերությունը հայտարարել համապետական գրաֆիկի խստացման մասին առանց կառավարության հետ համաձայնեցնելու։ Պարզվում է, Վեոլիան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումով ջրամատակարարման գրաֆիկը ինքնուրույն է սահմանում։ Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն 1 անգամ իր պաշտոնական կայքում հրապարակել բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը։ Այն պետք է կազմվի եւ հրապարակվի հասցեական, այնպես որ բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին։ Իսկ թե որոշումը պետք է արդյոք քննարկվի գույքի փաստացի սեփականատեր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, որոշման մեջ չի նշվում։ Ջրային կոմիտեի նախագահը հայտարարեց, գրաֆիկը նորից կհրապարակվի, փոքր-ինչ բարելավված վիճակում, սակայն խնդրի էությունը դրանից չի փոխվում։ Ջրամատակարարման համակարգում կուտակված կառուցվածքային խնդիրները շարունակում են մնալ։ Պատասխանատու մարմինները խոսում են ներդրումային ծրագրերից, ենթակառուցվածքների բարելավումից, բայց դրանց իրականացման հստակ ժամկետները դեռևս անորոշ են։ Սեդակ Յուրեղյան, Նորա Գևորգյան, ABC Media։
Խորհրդարանական ընտրությունից 3 ամիս առաջ կառավարությունը եւս մեկ հետքայլ է անում, այս անգամ պարտադիր հայտարարագրման աղմկոտ ծրագրից։ Համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ նոր որոշում կա։ Հիմա գործադիրն ասում է, եկեք որոշ բաներ հանենք համակարգից։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է չհայտարարագրել նվերներն ու ժառանգությունը, մինչև 1 միլիոն դրամ փոխառությունները, նույն չափով գույքի վաճառքից ստացված գումարները։ Կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը արդեն ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է։ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են եւ որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Փոխարենը գույքահարկը ավելացել է 180-ից 190%-ով։ Օրինակ, գործընկերներիցս մեկը, որն ապրում է մոնումենտի տարածքում, սեփական տանը, խոսքը շքեղ առանձնատան մասին չէ։ Նախկինում վճարում էր 14000 դրամ գույքահարկ։ Նոր օրենքի համաձայն պետք է վճարի 266000 դրամ։ Մի ամբողջ աշխատավարձ կամ ավելի։ Իսկ եթե այդ տանը թոշակառու է ապրում, նշանակում է իր սեփական տանը ապրում է արհեստական վարձով, բայց վարձն էլ վճարել չի կարող։ Նորմալ կլինի, ոնց նորմալ կլինի թոշակառու մարդու համար։ Զգուշացրել են, որ նոյեմբեր ամսից հետո կրկնակի երկրորդ անգամ էլ պիտի թանկանա։ Մի անգամ իհարկե ոչ։ Մի անգամ ուծեցի անցյալ տարի։ Ասի, բայց շատ են գրել, ես ինչ են շատ գրել։ Ասեց, լա դուք ուրախացեք, որ հիմի բան եք, պակաս եք մուծում։ Նոյեմբեր ամսից հետո ավելի են թանկացնելու, թողեցի դուրս եկա։ Հանրապետության տարեցների մոտ տպավորություն է, թե սեփական հարկի տակ վարձով են ապրում։ Թոշակից շատ գույքահարկի բեռում են։ Ստիպված միակ եկամուտը թոշակը կոպեկ առ կոպեկ հավաքում են, հաշվարկված ծախսում, որպեսզի կարողանան հասցնել գույքահարկի վճարումը, որը նրանց համար դարձել է շռայլ ու ծանր պարտավորություն։ Չենք հասցնում տանրապես ու ամաչում ենք դրա համար։ Ցանկալի չի, իհարկե թոշակառու է։ Մոնումենտում օրինակ թանկարժեք առանձնատների կողքին կան նաև տարիների վաղեմություն ունեցող սեփական համեստ տներ, որոնց բնակիչների մեծ մասը բնակարանը կամ տունը տարիներ առաջ ստացել է պետությունից որպես նվիրատվություն կամ ձեռք է բերել այն ժամանակվա համար խելամիտ եւ հասանելի արժեքով։ Սակայն այսօր օրցերության նրանք կանգնած են գույքահարկ կոչվող խնդրի առջև։ Այդ խնդրի հիմքում անշարժ գույքի հարկման նոր համակարգն է, որը Հայաստանում ներդրվել է 2021 թվականի հունվարի 1-ից։ Այդ պահից գույքահարկը հաշվարկվում է ոչ թե նախկին կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Նոր համակարգով նախատեսվել է գույքահարկի աստիճանական բարձրացում։ Եթե 2021 թվականին այն կազմում էր 25%, ապա տարեցտարի աճելով 2026 թվականին հասնում է ամբողջական 100% մակարդակի։ Բայց հենց այստեղ է հարցի խորությունը։ Նոր տոկոսները չեն հաշվարկվում սկզբնական արժեքից, այլ արդեն բարձրացրած գումարից։ Այդ պատճառով նույն մոնումենտի տներից մեկը, որը կառուցվել է 1950-ից 60-ական թվականներին եւ որի գույքահարկը նախկինում 14000 դրամ էր, 2026-ին հասել է 266000 դրամի, ինչը նշանակում է հարկը բարձրացել է մոտ 180-ից 190%-ով։ Այդ գումարները հարկերի աճը տոկոսային իմաստով, եթե համատում եք ընդհանուր եկամուտների կամ աշխատավարձերի բարձրացմանը, չէ, նույնպես համեմատությունը այլասել անիրատեսական է եւ այդտեղ տնտեսագիտական ինչ-որ գիտելիքներ կամ պարզապես
կիրառական խելք չի պետք, որպեսզի դա հասկանանք։ Տնտեսագետի խոսքով գույքահարկի բարձրացման քաղաքականությունը տարիների ընթացքում շարունակվել է առանց սոցիալական ռիսկերի համարժեք հաշվարկի։ Արդյունքում հատկապես կենտրոնական եւ կենտրոնամերձ թաղամասերում բնակվող թոշակառուները կանգնել են վճարունակության խնդրի առջև։ Տնտեսագետն ընդգծում է, գույքի շուկայական արժեքի աճը չի նշանակում, որ տվյալ գույքի սեփականատերը ունի համապատասխան եկամուտ։ Նախկինների եւ ներկաների ախորժակը պարզապես գրգռված է եւ ախորժակի ճանապարհին կանգնած են հիմնականում մարդիկ, ովքեր փոքր եկամուտներ ունեն, հիմնական թոշակառուներ, կենտրոնի բնակիչները եւ նրանց պետք է առաջադրվեն հարկեր, գույքահարկի հարկ եւ բնականաբար նրանք չեն կարողանալու վճարել, հետո սկսվել է process-ը, ԴՀԿ, դատարան, ծանուցումներ եւ այս մարդկանցից կարելի ասել խլելու են իրենց ընդհանրիկ այդ գույքերը ժառանգական իրավունքով անցած կամ պարզապես իրենց վաստակած։ Միևնույն ժամանակ կոմենդանտյանը ընդգծում է, որ համայնքներն ունեն արտոնություններ սահմանելու լիազորություն, սակայն դրանք ամբողջական չեն կիրառվում սոցիալական խոցելի խմբերի համար։ Որպես լուծում տնտեսագետը առաջարկում է 65 տարեկանից բարձր քաղաքացիների համար գույքահարկի մեղմացման մեխանիզմ։ Ըստ առաջարկի, այդ տարիքային խմբի քաղաքացիների համար մինչև 30 քառակուսի մետր բնակելի տարածքը ազատվի գույքահարկից, իսկ հարկը հաշվարկվի միայն մնացած մակերեսի համար։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե այդ առաջարկները քննարկվում են արդյոք որևէ պետական կամ համայնքային մակարդակում եւ առաջիկայում հնարավոր են արդյոք փոփոխություններ գործող համակարգում։ Մինչ այդ գույքահարկի ամբողջական 100%-ով կիրառումը նախատեսված է արդեն 2026 թվականից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ առիթը բաց չի թողել իրեն գովելու համար։ Նա բարձր է գնահատել իր նվաճած տնտեսական ցուցանիշները եւ հայտարարել է Ամերիկայի ոսկեդարի մասին։ Նա խոսել է նաեւ Իրանի մասին, ասելով, որ թույլ չի տա, որ աշխարհում ահաբեկության ամենամեծ հովանավորը միջուկային զենք ունենա։ Իրանի թեմային է անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եթե ձեզ իրականում հետաքրքրում է խաղաղ միջուկային ծրագիրը, կարող եք դա անել այնպես, ինչպես աշխարհի երկրների մեծ մասն է անում։ Այսինքն նրանք ունեն վերգետնյա ռեակտորներ եւ ներմուծում են վառելիքը։ Բայց երբ դուք ասում եք, մենք ուզում ենք հարստացնել ուրանը, նաև հրթիռներ եք ստեղծում, որոնք կարող են մարտագլխիկներ կրել, դա նման չէ մի երկրի, որը հետաքրքրված չէ զենք արտադրելով, ասել է նա։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։